Իսկ Լևոնին որպես ճամփորդական ընկեր մոտակա տարիներին դիտարկում ես եմ հոգնում Փարիզում, ուր մնաց մանկասարյակով, բալիկետ կամ գրկած կամ մայրիկներին հաճախ ծանրացնում է հենց այն, որ օգնություն չեն ուզում խնդրել, չայ։ Ես չեմ ուզում ինձ հերոսացնել, ես որոշել եմ, որ ես կօգտվեմ այն օգնությունից, որ ինձ տրամադրվում է։ Ես մտածում եի, եթե Լևոնը շատ ավելի շատ ժամանակ անցկացնի այլ մարդկանց հետ, ինքը ինձ հետ կապված չի լինի։ Լևոնի մամա, որ ընդհանրապես տատիկների չի ուզի ներգրավել, կուզի ինքը ինքնուրույն անի, ամեն բան մեր գլխի մեջ, մեր մտքերի գերին ենք երբեմն լինում, առաջինը մայրիկին է պետք։ Դրա համար մի քանի անգամ պախարակել են, երբ որ ես ասել եմ մամա բլոգ վարել ավելի հեշտ, որ կուզենամ, որ էջս մի քանի անգամ ավելի շատ ներգրավվածություն հավաքի, կսկսեմ Լևոնին ավելի շատ տեղադրելու, այդպես էջս ավելի արագ կաճի։ Ինքնաթիռում նայեցի մոտ 1 ժամ Լևոնի հին նկարները, զգում էի, որ վայ ես բայց մոռանում էի, որ ես բալիկ ունեմ, ու այդ զգացողությունն էլ շատ հաճելի։ 2 ժամ օֆիսում անցկացնելուց հետո ես այնքան մեծ ցանկությամբ եմ վերադառնում տուն։ Նույնիսկ այն ամեն ինչից, ինչը մենք շատ ենք սիրում, փոքրիկ արձակուրդները մեր սերը դրա նկատմամբ ավելի են շատացնում։ Ողջույն, դուք միացել եք Working Moms podcast-ին, վայր, որտեղ մայրիկները դադար են առնում, խոսում են իրենց տագնապներից եւ օգնում են իրար գտնել լուծումներ։ Մեր այսօրվա հյուրն է Digilight ընկերության մարքեթինգ մենեջեր, շատերիս կողմից շատ սիրված travel blogger Թերեզա Գրիգորյանը։ Ողջույն։ Ողջույն Թերեզա ջան, շատ շնորհակալ եմ, որ եկել ես։ Ես էլ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Իմ բալիկը մի տարեկան 3 ամսական է։ Իմ համար երբեք չի եղել օրինակ մայրությունը կամ հղիությունը սահմանափակումների աղբյուր, հա։ Բայց ճամփորդություն ու բալիկ այդ համատեղությունը, եթե անկեղծ մինչև այսօր ինձ համար ես լավ չեմ կարողանում պատկերացնել։ Քանի որ ճամփորդությունը քո համար աշխատանք է ինչ-որ առումով, մինչև բալիկին ունենալը, ո՞նց ես պատկերացրել այդ համատեղությունը։ Մինչև բալիկին ունենալը մենք հասկանում ենք, որ այլ նույն ճամփորդությունների քանակը չի լինելու, նույն ժամկետով չի լինելու, բայց դա շատ լավ գիտակցելով ենք գնացել այդ քայլին, որովհետև ի վերջո ճամփորդելու համար չենք ապրում։ Բայց երբ որ արդեն բալիկը ծնվեց, ես մի այլ բան շատ հստակ գիտեի, որ իմ մաման եւ Դավիթի մաման իրենք ակտիվ ներգրաված են լինելու բալիկի խնամքի մեջ, որպեսզի ես իմանամ, որ իրենք ամեն բանից տեղյակ են, ու եթե անհրաժեշտություն լինի, օրինակ ես լինեմ աշխատանքի կամ թեկուզ եւ ուզենք ճամփորդել կարճ ժամանակով, ես գիտեմ հստակ որ կա մարդ, ով որ իմ նման շատ մեծ սիրով, նույն կետերին տիրապետելով, գիտի Լևոնը ոնց է սիրում, ինչ է սիրում, այդ ամենը իմանալով կկարողանա Լևոնը իրենց մոտ մնալ։ Ու հենց այդպես էլ եղավ, մինչև օրս արդեն Լևոնը 5 ամսական է, բայց տատիկները ամեն օր մեզ հետ կապի մեջ են, շատ հաճախ են այցելում։ Առաջին ճամփորդությունից առաջ, որ ընդամենը 1 օրով էր, մենք գիշերով, դա փորձնական ճամփորդություն էր կարելի ասել, դեպի Վիեննա էինք ես ու ամուսինս մեկնել։ Լևոնը մնացել էր իր տատիկի մոտ, մենք ուզում էինք տեսնել ոնց կլինի։ Դրանից առաջ մի անգամ էլ թողել էինք հասկանալու համար, առհասարակ տանը հարմարվում է, լավ է իրան, հոչի լացում, անհանգիստ չի։ Երբ որ տեսանք ամեն բան կարգին է, արդեն գնացինք այդ քայլին ու ընդամենը 1 օր տևեց այդ ճամփորդությունը։ Հետո մյուսը տևեց 2 օր, վերջինը տևեց 3 օր։ Աստիճանաբար քիչ բարձրացնում ենք ու ամեն անգամ ինձ շատ հոլովակներ են ուղարկում, նկարներ, բոլոր պատմում են, ոնց էր, ինչ էր, գիտեմ, որ իրեն լավ է եղել ու ես դրանից ավելի հանգստանում եմ։ Այսինքն միայն այվա հյուրանոցից գնում ենք զբոսնելուց հետո, նո, հետ ենք գնում հյուրանոց, այդ ժամանակը որ sense սկսում եմ նկարները նայել, մի քիչ տխրում եմ, մի քիչ հուզվում եմ, բայց հաջորդ օրը նորից հիշում եմ, որ սա մի օր մնաց ու հետ ենք գնալու, այսինքն փորձում եմ տենց շատ չընկղմեմ, որ վայ, ես իրեն թողել եմ, գնացել եմ, ինքը շատ լավ տեղում է, շատ ապահով է, իր խնամքը, որի կարիքն ինքը ունի, ինքը ստանում է։ Հիմա պատրաստվում ենք մեր մի փոքր երկար ճամփորդությանը, որը 1 շաբաթ է տևելու, այդ դրանից մի քիչ վախենում եմ, հաջողության, որ չենք կարող ավելի կարճ գնալ։ Մի կողմից այո, մտածում ես, որ վայ, բալիկը մնացել է տատիկի հետ, բայց օրինակ իմ մոտ իմ լավագույն հիշողություններն են, այդ տաք տունը, այդ տաք սենց տատիկի ձեռքերը, ժամանցը, ինչ որ առումով, ինչ որ բաներ, որ տատիկների մոտ ավելի լավ էր, այնպես որ այո, ես եմ կարծում, որ տատիկի ջերմությունը իհարկե չի փոխարինի, բայց երբեմն որպես փոխլրացում նույնիսկ շատ լավ է, որ երեխան փոխվում է միջավայրը, բայց տատիկների հետ կապված ինձ մի հարց է շատ հետաքրքիր, մեթոդոլոգիաները շատ են տարբերվում, չէ՞, այս ժամանակակից ծնողավարման մեթոդները, սկսած ինչ հագցնել, ոնց ուտացնել, ոնց քնացնել, ամեն ինչ վերվել է ինչ որ մեթոդոլոգիայի ու շատ է հակասությունը։ Մեր ժամանակ սենց է արել, հիմա սենց։
Այ դուք քանի որ ակտիվ ներգրավել եք տատիկներին, այդ մտավախությունը չեք ունեցել, որ հին ու նոր մեթոդների բախում, թե օրինակ միգուցե չկա կապչունի սերունդների Մտավախություն ունեցել եմ։ Դրա համար երբ որ դեռ Լևոնը չէր ծնվել, մենք փոքրիկ ժողով ենք տրեյնինգներ իրականում խոսեցինք, որ մենք եթե ինչ-որ մի խնդիր կառաջանա կամ եթե որոշում պետք է կայացնենք, մենք կխոսենք, կհասկանանք որն է լավագույն մեթոդը ու ուղղակի այդ քննարկումից հետո կանցնենք այդ մեթոդով։ Դեռևս միակ չեմ ասի հակասություն, բայց մի բանը, որ մենք տարբեր ենք անում մինչ օրս, իրեն ավելի շատ ծածկելն է, երբ որ գնաց է, բայց ոչինչ ասում եմ, երբ որ իրանց տանն թող մի քիչ ավել ծածկած լինի, մեր տանը մի քիչ թեթև կլինի, այսինքն չեմ ուզում այդքան խորացնեմ այդ թեման։ Միայն դա է, որ մեզ մոտ մի փոքր տարբեր է։ Մնացած հարցերը հիմնականում փորձում եմ բժիշկների հղումներ ուղարկել, երբ որ օրինակ ինչ-որ կասկած է լինում։ Մենք շատ ենք հետևում տարբեր բժիշկների հենց Instagram-ում, իրար ուղարկում ենք տարբեր ռիլեր, որտես ոյ փաստորեն սխալ էիք գրկում Լևոնին, ոյ փաստորեն սա կարելի էր սենց ուղղել, դες դա այս ձևով է լուծվում, չաթում ենք երեքով, այդտեղ բոլոր հոլովակները տեղադրում ենք, Լևոնի նկարները, ամեն բան հոսքով են տեղի։ Իր պատմությունը ծոմածորվանի այդ չաթումը ու ամիսը մեկ է որ գնում ենք բժշկի, տատիկներից մեկը մեզ հետ գալիս է սովորաբար, որ ինքն էլ երբեմն անհանգստություններ է ունենում, ուզում է ինքն էլ անձամբ հարցնի բժշկին, ու սիրում եմ որ բժիշկը ինքն է ասում, որ օրինակ ջերմաստիճանը պետք է 22-ից ավել չլինի, ասում եմ, տեսեք բժիշկն էլ է ասում, ես չեմ ասում շատ առողջ են այդ հարաբերությունները, իմ դեպքում շատ հարթ է ստացվել, գիտեմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կասեն, չէ, օրինակ իմ ասածով պետք է լինի, որ ես գիտեմ, որ այսպես է ճիշտ, կամ կլինի մամա, որ ընդհանրապես տատիկների չի ուզի ներգրավել, կուզի ինքը ինքնուրույն անի։ Ես ուղղակի sense բալանսի եմ բերել այս ամենը, որտեղ շահում եմ ես, շահում է Լևոնը եւ իհարկե տատիկները, իրենց համար երկու կողմից էլ առաջին թորնիկն է, ու իրենք անչափ երջանիկ են, որ այսքան ներգրաված են, ես շատ ուրախ եմ, որ տեսնում իրենց երջանկությունը։ Առաջին անգամ երբ մեկնել էի ճամփորդության, գրել էի, որ Լևոնին թողնելու առաջին 48 ժամը, եթե չեմ սխալվում, ամենածանրն էր։ Ինչ զգացողություններ ունեիր։ Ամենադժվարը, երբ որ իրեն թողեցինք տատիկի տանը ու դուրս եկանք։ Այդ դուրս գալու Պահել բանն էր մի փոքր հանգուցիչ։ Իրականում որտեղ շատ մտածում ես, դու կարող ես, չգիտեմ, 1 ժամ հետո հետ գնալ, բայց որ ամեն բան մեր գլխի մեջ է, բայց դու որ գիտես, նստել ես ինքնաթիռ, իրանից հեռանաս, այդ բոլոր մտածմունքները մենք մեր մտքերի գերին ենք երբեմն լինում, այսինքն կարող ես դու գնալ խանութ ու վերադառնալ, բայց դու չէիր հուզվի դուրը փակելուց, բայց որ դու գիտեիր, որ վայ, ես գնալու եմ։ Երբեմն sense փորձում ինձ հանգստացնել, ես չէ, ամուսինս, ինքն է շատ ավելի թեթև տանում, ասում վայ, մի հատ վայելի ես գնալու ենք, էլի չես քնելու, էլի sense, էլի նենց։ Տես ինչ լավ է, որ հիմա եկել ենք ստեղ, իրար հետ ենք։ Շատ լավ է Դավիթի մոտիվացիան, մեզ է գնալու ենք, էլի չես գնալու։ Առանց Դավիթի ես հաստատ այսօր այլ ձևի մարդ կլինեի, իմ ներաշխարհն էլ այլ կլիներ, ես իրան էլ եմ շատ շնորհակալ, բացի ընտանիքի աջակցությունից, ամուսնու աջակցությունն էլ շատ առանցքային համար մեկն է իրականում նորը փակելը ամենածանր պահն էր, իսկ հետո երբ արդեն ինքնաթիռում էիք, երբ ֆիզիկապես հեռանում էիք իրարից ավելի ինքնաթիռում նայեցի մոտ 1 ժամ Լևոնի հին նկարները, ինչ որ վիդեոներ կտրտեցի, մոնտաժեցի, որոշեցի, որ լավ տենց ուղղակի չեմ նայի, հավեսի համար ինչ-որ բաներ կսարքեմ, ճիշտ է Instagram չեմ տեղադրում, բայց ընտանեկան արխիվի համար որոշեցի, որ տենց ինչ-որ բաներով կզբաղվեմ, որ գոնե օգտակար լինի իմ այդքան, որտեղ անդադ Դավիթը նայում էր, ծիծաղում էր, որ դե հերիքան նայես եւ այլն։ Հետո երբ որ այնտեղ էինք քայլում էինք, ասում էի, բա ինչ լավ է վերջապես, որովհետև 6 ամսական սկսած չէի ճամփորդել, իսկ այդքան շատ ճամփորդելուց հետո դա բավականին երկար, մոտ կես տարի ես ինքնաթիռ չէի նստել, իմ համար բավականին երկար ժամանակահատված էր։ Քանի որ ինքը եւ աշխատանքը եւ իմ ու Դավիթի սիրելի հոբին է, թեկուզ 1 օրով, 2 օրով մենք սիրում ենք կարճ ճամփորդություններ ունենալ, թեկուզ շատ բյուջետային։ Երբ որ արդեն այնտեղ էինք, քայլում էինք, ինչ որ համեղ բաներ էինք ուտում, նոր բաներ էինք տեսնում, զգում էի, որ վայ ես բայդ մոռանում էի, որ ես բալիկ ունեմ, ու այդ զգացողությունն էլ էր շատ հաճելի, մի քիչ վախեցնող էր, որ այսինքն հաճելի է, որ դու մոռանում ես, բայց հետո վերադարձանք էլի, վերադառնալուց արդեն մի քիչ տխուր էի, ճիշտ ասած, մտածում էի, բա հաջորդ ուր ենք գնալու, որովհետև տեսա, որ այդքան կատաստրոֆիկ չի, տեսնում էի Լևոնի ուրախ վիդեոները, տեսնում էի, որ ինքը հանգիստ էր, ու տեսա, որ դա հնարավոր է ու բոլորին էլ խորհուրդ եմ տալիս, դա նախ առաջինը մայրիկին է պետք եւ հարաբերությունները պահելու համար, եթե ձեզ համար օրինակ
դուք սիրում եք գնալ ուղղակի դիլիջան, քաղաքից դուրս երկուսով ու բալիկից հետո սկսել եք այդ չանել, կամ սիրում եք կինո գնալ ամեն շաբաթ ու չեք անում, նախ լավ կլինի վերականգնել դրանք, պարտադիր չի միասին Թեկուզ ճամփորդել։ վերադառնում եք ճամփորդությունից, այդ ինչ որ առնում այո անհոգ վիճակից ավելի ծանրաբեռնված վիճակ, բայց շատ ուժեղ կարոտ է չէ լինում ու ավելի հավեսով եք ուզում զբաղվել, ավելի շատ ժամանակ եք ուզում անցկացնել։ Ճամփորդությունից վերադառնալն էլ, բայց նաև ես հիմա սկսել եմ աշխատել ու ես զգում եմ, որ 2 ժամ օֆիսում անցկացնելուց հետո ես այնքան մեծ ցանկությամբ եմ վերադառնում տուն, այնքան զարմանալի է, ես գնում եմ աշխատանքի, հա, մտավոր գործ ես անում, երբեմն ստրեսի մեջ, երբեմն լարված, բայց կրկնակի էներգիայով վերադառնում ես տուն, չգիտեմ, այս ֆենոմենը, ես փոքր մայրիկների ալիք ունեմ, Տելեգրամյան, երբ որ այնտեղ գրել էի, որ ուզում եմ գնամ աշխատանքի, կիսվեք ձեր փորձով եւ այլն, շատ մեծ տոկոս մամաների գրել էր, որ ես 8 ժամ եմ աշխատում, բայց ավելի դրական լծված, ուրախ հետ եմ գնում, տուն ասում եմ լավ, 8 ժամը, ես հիմա կեստրույքով եմ, մտածում եմ 8 ժամը դեռ շատ է իմ համար, որ ես այդքան բացակայեմ տանից, բայց այդ կեստրույքից հետո սենց նենց եմ վերադառնում, սենց ուզում եմ մենակ իրենով զբաղվել, ուրիշ ոչինչ չեմ ուզում անել։ Ինձ այդպես։ Ինքը պարադոքսալ երևույթ է ինձ թվում, բայց շատ հետաքրքիր որ աշխատող է, այսինքն համատեղում ես օգտակար հաճելի հետ։ Նույնիսկ այն ամեն ինչից, ինչը մենք շատ ենք սիրում, փոքրիկ արձակուրդները մեր սերը դրա նկատմամբ ավելի են շատացնում։ Ներսից նայելով որպես բլոգեր, ինչ եք կարծում, այ մայրիկը, որ նոր է ունեցել բալիկ եւ 0-ից պիտի հա իր էջը զարգացնի, չունի հայտնություն եւ այլն, դա համապատասխան աշխատանք է մայրիկի։ Ես բլոգինգին չեմ վերաբերվում որպես աշխատանք, այլ ասել եկամտաբեր հոբբի, այսպես եմ անվանում, որովհետեւ ես որ պահին ուզեմ դա կթողնեմ ու իմ հետ ոչինչ չի լինի, որտեվ ես ունեմ իմ հիմնական աշխատանքը, որից մոտ ապագայում չեմ էլ մտքեր չունեմ, որ դուրս գամ ու զբաղվեմ միայն բլոգինգով։ Այո, եթե իրենք ունեն որևէ skill, որևէ ունակություն, բացի այդպես ասած մամա լինելը, ուզում են հենց դրա վրա շեշտը դնել, ընդհանրապես պետք է content plan կազմեն, մոտավորապես ստրատեգիան հասկանան, թե ում համար են դա անում եւ որն է իրենց տված արժեքը լսարանին։ Ինձ իդեպ դրա համար մի քանի անգամ պախարակել են, երբ որ ես ասել եմ մամա բլոգ վարելը ավելի հեշտ է, որովհետեւ դե իրական իրենք էլ չեն նկարում են, մոնտաժում են, հետո երբեմն երբ որ բալիկներն են ներգրավում, իրենց հետ հոլովակ նկարելը շատ ավելի բարդ է, քան թե որ դու մենակ ես նկարում։ Այո։ Բայց իմ ասած ընդհանրապես շատ փոքրիկ նյուանս էր, որ երբ որ ես տեղադրում եմ story, որտեղ կա Լևոնի ձեռքը, ոտքը, մազը, չգիտեմ, դեմքը, հավաքում է 4 անգամ ավելի շատ ներգրավվածություն, ավելի շատ լայքեր, սրտիկներ, կրակներ, չգիտեմ, ինձ պատասխանում են մարդիկ, ու երբ որ ես եմ ինչնից ինչ կամ Դավիթի հետ ինչ-որ բան դնում, այդքան երբեք չի հավաքում։ Իմ ասածը դա է, որ երբ որ կուզենամ, որ edge-ս մի քանի անգամ ավելի շատ ներգրավվածություն հավաքի, կսկսեմ Լևոնին ավելի շատ տեղադրելու, այդպես edge-ս ավելի արագ կաճի։ Եթե ունենք մայրիկներ, ովքեր ուզում են բլոգինգով ինչ-որ մի բան մոնետիզացնել, կամ ուզում են մարքեթինգում ճանապարհ սկսել, ես մտածեցի, որ կարող եմ, քանի որ շատ սիրում եմ նախաճաշել, ինքս էլ պատրաստում եմ այս շրջանում մի քիչ ավելի քիչ, բայց մեկ մայրիկի շատ սիրով կհրավիրեմ ինձ հետ նախաճաշի ու կարող ենք խոսել այն թեմայի շուրջ, որ իրեն հետաքրքրում է, կարող է լինել թե բլոգինգը, թե օրինակ մարքեթինգը, եթե մարդը արդեն ունի մարքեթինգի մեջ որոշակի սկիլեր, ուզում է դրանք օրինակ upgrade անել կամ ուզում է հետաքրքրվել թե ոնց շուկա մտնել, ոնց եմ ես սկսել օրինակ իմ կարիերան, որ եթե իրեն հետաքրքրի է, ցանկացած հետաքրքրող հարց, ինչը իհարկե անձնական տիրույթից դուրս է, ես մեծ սիրով նախաճաշի սեղանի շուրջ կկիսվեմ։ դա կարող է լինել կյանքը փոխող նախաճաշ, ինչու ոչ, ինչ որ սկիզբ Պոդկասթից հետո ուշադիր եղեք Working Moms Podcast-ի եւ Թերեզայի էջում կտեղադրվի reel, որտեղ արդեն մանրամասները կլինեն, թե ինչպես մտերվի այդ մայրիկը։ Եվ քանի որ ես ունեմ իմ ճամփորդական մարաթոնը, դա փակ Telegram-յան ալիք է, վճարովի է, բայց որոշեցի, որ 3 մայրիկների համար podcast-ը դիտող, ովքեր կուզեն, որ իրենք էլ վերջապես ճամփորդեն կամ թեկուզ փորձ ունեցել են, բայց ուզում են իրենք Ես էլ ֆլանավորել։ կդիտեմ մեր podcast-ը Թերեզյան։ Ես նույնիսկ մեր podcast-ի հետ ես կավերացնեմ։ Երեք մայրիկների սիրով կտամ բաժանորդագրություն, իրենք կարող են այնտեղ մանրամասն ամեն բանի ծանոթանալ, տոմսեր ինքնուրույն գնել, հյուրանոցներ ամրագրել, մի խոսքով, ինչ որ ես գիտեմ այդ ալիքում փոխանցված է։ Խոսենք Լևոնից, առաջին ճամփորդությունը 2.5 ամս է քանում, չէ՞։ Ընտրել եք ուղղությունը Կիպրոս, ինչքան գիտեմ, մենք դեռ չենք եղել, բայց ընտանեկան հանգստի համար հարմար, շատ հարմար։ Ու կետերից մեկը թե ինչի հենց Կիպրոս նախ ուղիղ թռիչք էր, ընդամենը 2 ժամ տևողությամբ, այսինքն ես փոքրիկ բալիկի հետ կվախենայի 5 ժամ երկարություն թռիչք ունենալ։
թռիչքի ժամը գիշերային չէր, ցերեկներ, այսինքն ինքը կարթնանալ, իր այսինքն ցերեկվա խաղերի եւ քնի արանքում կկատարվեր դա, ոչ թե գիշեր ես իրեն կարթնացնեի ու կտանեի, անգամ դա ինքը մտածել։ Հետո քանի որ ամբողջ ընտանիքով էինք գնում, իդեպ ես ու Դավիթը չէինք գնալ Լևոնի հետ երեքով։ Դա ես համարում եմ, որ դա մեր համար հանգիստ չէր լինի։ Ես չգիտեմ, այն մամաները, ովքեր չունեն օգնող, ամեն բան անում են ինքնուրույն կամ ունեն զույգեր, իրենք իմ համար այլ հարթության վրա են, իրենք այլոց հերոսներ են։ Ես չեմ ուզում ինձ հերոսացնել, ես որոշել եմ, որ ես կօգտվեմ այն օգնությունից, որ ինձ տրամադրվում է։ Հետո տատիկները շատ ուրախ էին, որ Լևոնի հետ լինելու են ծովի ափին, հյուրանոցը ունեն շատ հրաշք այգի, այդ այգում կզբոսնեն։ Եթե համար դա ամբողջ կյանքի երևի երազանքի կադր է։ Եթե իրենք դա սիրում են անում, ինչի համար եմ ես զրկում ինձ եւ իրենց այդ հաճույքից։ Ու քանի որ պետքա բոլորս ստանայինք վիզա, Կիպրոսի դեպքում դա ավելի հեշտ կլիներ, մանավանդ այդ սեզոնին մենք ամանորին ենք գնացել, շատ թեթև էր դեսպանատանը, այսինքն ամեն բան շատ հեշտ եղավ, Լևոնն էլ ստացավ իր առաջին վիզան, իր երկուսը կեսամսականում, ու մենք մեկնեցինք ու շատ լավ անցավ, եւ թռիչք եւ գնալուց եւ հետ գալուց Լևոնը արդարացրեց իրեն, շատ խելոք մնաց։ Իսկ Լևոնին որպես ճամփորդական ընկեր մոտակա տարիներին դիտարկում եք, եթե պլաններ կան։ Հենց այս ամառվա համար դիտարկում ենք էլի ծովափնյա հանգստի շրջանակներում, որովհետեւ չի հասկանում դեռ որ իր կյանքը հրաշալի կազմակերպվում է։ Գիտեք, ես տեսնում եմ նաև մարդկանց, ովքեր 1 տարեկան բալիկին վերցնում են ու մեկնում են օրինակ Փարիզ, որտեղ պետքա դու անդաշ քայլես, անգամ ես եմ հոգնում Փարիզում, ուր մնաց մանկասարյակով բալիկի հետ կամ գրկած կամ վայ քնեց, վայ այս ամեն ինչը որպեսի չլինի, ես նախընտրում եմ իր հետ մնամ Երևանում եւ մենակ այս առաջիկա տարիներին գնամ ծովափնյա ճամփորդության, որտեղ իրեն էլ լավ կլինի, մենք իր ռեժիմը չենք խախտի, այսինքն եթե մենք անդադ դրսում ենք լինելու, իր ռեժիմը արդեն խախտվել է, իսկ նենց ոնց քեզ հարմար է, ամեն բան շուրջդ կա, հա, երբ որ դու մանավանդ all inclusive փաթեթն ես վերցնում, ամեն այդ հարմարությունները շատ կարևոր են Լևոնի, առհասարակ իմ կարծիքով փոքր տարիքի բալիկի հետ ճամփորդելու համար։ Երբ որ ինքը կսկսի հասկանալ, որ սա օրինակ ատրակցիոն է, սա թանգարան է, սա չգիտեմ, հավերը ինչ-որ մի բան է, որ պետքա դանդաղ ուտես վայելես, ես շատ սիրով իրեն կներգրավեմ, բայց այս փուլում կարծում եմ, որ մենք կտանջվենք, ինքս էլ կտանջվի ու պետք որ Լևոնի մեջ տարբերություն օրինակ զգում ես 2.5 ամսական, չեմ կարծում, որ շատ բան է հասկացել, որ ինչ ավեր փոխվել է, բայց այնուամենայնիվ տարբերություն զգացիր, որ Անեք ինքը ծովում էր, եկավ, ինչ-որ տպավորություններ զգացինք, տպավորությունների հետ կապված չէ, ինքը այնտեղ ավելի հանգիստ եւ ավելի երկար էր քնում։ Ես դրական օդից, խոնավ օդից իրեն ավելի հաճել էր, որովհետև Երևանի օդը բավականին չոր է ու մեր տանը էլի այնպիսի պայմաններ են ստեղծված, որ ես անընդհատ խոնավացնող սարքով փորձում եմ խոնավությունը պահել, բայց մեկ էլ տեսնում եմ էլի ընկավ, չգիտեմ, 40%, ու ինձ թվում է այդ անգամ սարքը ինքը այնպես չի խոնավացնում, ինչպես բնական կլիմա պետք է լինի։ Ու ասենց մեկ էլ զգում եմ արդեն տոթ տանը, բայց խոնավությունը պետք բալիկին։ Կարծում եմ դա էլ մեծ փոփոխություն էր, որ իրեն դուր եկավ, թե չէ մնացածը իհարկե ինքը չէր։ Միջալոց եթե խոսենք օգնություն ընդունելուց, այլը շատ ես նշում, որ ինչու ոչ, ինչու չընդունեմ օգնություն, շատ մասնագետներ շատ հաճախ ասում են, որ մայրիկներին հաճախ ծանրացնում է հենց այն, որ օգնություն չեն ուզում խնդրել, չեն ուզում ընդունել։ Պոդքասթի շրջանակներում մեր բոլոր հյուրերը ունեն հնարավորություն մեկ խորհրդատվություն անցնելու հոգեբան, հոգեթերապևտ, դիպլոմավորված պերինատալ հոգեբան Լիլիթ Չոբանյանի հետ։ Ես կարելի ասել իր հետ 2 հարց եմ քննարկել, այդ հարցերից մեկը, քանի որ արդեն հաղթահարել էի, կուզեմ դրա շուրջ էլ կիսվել։ Դու որ ասում ես, ես վախենում եմ, որ ուրիշ մեկը իրեն կկերակրի եւ այլն, դա կա իսխալ։ Ես մտածում եի, եթե Լևոնը ավելի շատ ժամանակ անցկացնի այլ մարդկանց հետ, ինձ հետ կապված չի լինի։ Իմ մտածում որ ուրիշն է իր մաման, ես տենց միտք եմ ունեցել։ Ես ChatGPT-ի հետ եմ խոսել այդ շրջանում շատ երկար, անդադ հարցնում էի, անգամ երբեմն ժամերով գնում էի, ինքը ինձ հետ մնաց իմ օրվա մեջ 6 ժամ, բայց քնեց գիշերը օրինակ հյուրասենյակում տատիկի կողքը, արեց դա դրանից հետո ինքը կսիրի ինձ թե չի սիրի։
առաջին ամիսը շատ դժվար էր, ավելի շատ էին տատիկներ ներգրաված, այդ ներգրավվածությունն էլ քչացավ, չնայած հիմա օրինակ ունենք դայակ ու նույնը ես կարող եմ դայակի մասին մտածել։ Եթե կապվի տատիկի հետ, ոչինչ, դե իր տատիկն է հարազատ մարդ է, բայց երբ որ կապվում է օրինակ օտար մարդու հետ, չնայած գիտեմ, որ շատ դայակներ ժամանակի ընթացքում շատ հարազատ են դառնում, ու ինձ ընկերուհիներս ովքեր որ անցել են դրա միջով պատմեն, որ ժամանակ է եղել, որ օրինակ դայակը իրեն կերակրում էր ինքը ուզում էր, իմը չէր ուզում, բայց պատմեցին, որ դա ժամանակավոր է, որ մի խոսքով տենց տարբեր փուլեր է լինում, ինքը մեկ նրա հետ է կապվում, մեկ այլ մարդու, միևնույնն է մամայի ու բալիկի կապը ոչ մեկ խզել չի կարող։ Իսկ այն հարցը, որի շուրջ խոսեցինք ու ինձ անհանգստացնում էր, հենց Ճապոնիայի ճամփորդության հետ էր կապված, որ առաջին անգամ իրեն երկար ժամանակով թողնելու է, ինձ հարցնում էի ինչ որ տարիք կա, որ մինչև դա Լևոնը չի հասկանա շատ, այսինքն եթե մենակ խնամքը լինի, իր համար օքեյ է, որ մայրիկը ներկա չլինի։ Օրինակ 1 տարեկանից հետո աշխատեք այդքան երկար չճամփորդել։ Բայց հոգեբանը ասաց, որ նման տարիք սահմանված չկա, եւ մինչեւ ես չճամփորդեմ, այս մի շաբաթ ես չեմ հասկանա Լևոնը ոնց տարավ։ Ու այդ մի քիչ փախացնող, բայց համել ասում դելա, պետքա գնամ որ տեսնեմ։ Ասաց, որ դե միևնույն է, եթե լինի ինչ-որ քրիտիկական բան, միևնույն է դու կարող ես վերադառնալ։ Եվ ես հարցնում եմ, որ գուցե իր մոտ ինչ-որ տրավմա դա թողի, այսինքն մաման չկա, արդեն երկար ժամանակա չկա։ Ինքը նշեց, որ դա իհարկե տենց տրավմայի լուրջ առիթ չի, ու թերևս եթե տրավմա չէ, բայց դրան ինչ-որ մոտ ինքը տխուր լինի, նեղվածություն ունենա, դրանից հետո մեր տրավմաները, մեր նեղվածությունները կարելի է բուժել։ Այսինքն դու մայրիկը վերադառնալու է, էլի ամեն լավ է լինելու, այսինքն դա կարելի է պես անել, որ ինքը մոռանա, եթե անգամ շատ հույս ունեմ, որ ես ճիշտ եմ հասկացել իր ասածը, ու հիմա մեր դիտորդներին չեմ սխալու վրա դնի, բայց ամեն դեպքում ես հանգստացա իր հետ խոսելուց հետո, բայց եթե մաման միշտ լինի տանը 24 ժամ, ու այդտենց մեկ-մեկական փորձի դուրս գա, երևի դա ավելի դժվար է լինելու, քան թե որ ինքը գիտի, որ մի քանի ժամով մաման գնաց, հեսա կվերադառնա։ Այո։ Շատ շնորհակալ եմ, որ եկար։ Մնացեք մեր հետ, նոր էպիզոդները գալու են։ Հաջողություն։